Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս, Աստված օրհնի բոլորիս տները, ընտանիքները և մեր սրտերը լցնի երկնային ուրախությամբ։ Ուրեմն այսօր ինչ որ նեղությունների միջով անցա, անկեղծ ասած շատ տրտմած էի, բայց եկավ երեկոյան այսպիսի մի զգացողություն ունեցա, միանգամից սրտիս մեջ, հոգուս մեջ, մտքիս մեջ հասկացա, որ շատ Աստծուն փառք տալու բաներ ունեմ իմ կյանքի մեջ և այսպիսի գրառում արեցի իմ ֆեյսբուքյան էջում, որը որ այստեղ էլ որոշեցի ներկայացնեմ մի փոքր ուրիշ տարբերակով։ Ուրեմն Աստծուն փառք տալու այնքան բան ունեմ կյանքումս, որ այսօրվա նեղությունս փոքրացավ այդքանի շուքի տակ։ Եվ ոչ միայն փոքրացավ, այլ ուղղակի չքացավ այդ նեղությունը։ Աստվածաշնչում մի հատ այսպիսի խոսք եմ կարդացել, մոտավորապես այսպես է գրված, որ հոգսը ինքն իրեն թևեր է շինում և այնպես է մեծացնում ինքն իրեն, կարծես թե մի հզոր, այսպես մեծ արծիվի պես մի բան է դառնում, բայց իրականում շատ փոքր է այդ հոգսը և մարդը ամբողջությամբ կենտրոնանում է այդ հոգսի վրա, մոռանալով իր կյանքում ինչքան օրհնություններ կան։ Եվ ուզում եմ այս պահին մեր Աստծուն շնորհակալ լինել այս ամենի համար, որ հասկացա ես, փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։